Դհոլների ձայնից դղրդում է Գյումրիի անի թաղամասը։ Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածուին գիտեն բոլոր գյումրեցիները։ Լևոն Բարսեղյանը 3 տասնամյակ է գիտի բոլոր գյումրեցիների խնդիրները։ Բազմաթիվ հաղորդումները, որոնք վարում եմ, ստանում եմ քաղաքացիների եւ բարեմաղթանքները եւ իհարկե հարցերը, թե ինչ կա անելու մեր ծրագրով, ինչ է նախատեսված։ Ճիշտ ասած, ամեն ինչ իմացել ենք, համարեք, որ 98%-ով մեր ծրագրերում վաղուց ներառնված են եղել։ Այս ուժը խոստանում է գյումրեցիներին անվճար մանկապարտեզներ, բարեկարգ հասարակական տրանսպորտ, լուսավոր քաղաք։ Եվ մենք դրանց լուծումները նախատեսել ենք մեր ծրագրի մեջ, այս բուկլետի մեջ շատ համառոտ է գրած, բայց համացանցում տրվածը ահագին ծավալուն է։ Դրանց մեջ այդ լուծումները կան, փողերի աղբյուրները գիտենք, նշել ենք։ Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածուն ասում է, գիտի քաղաքի բյուջեն քիչ է Գյումրիի խնդիրները լուծելու համար։ Բարսեղյանը ծրագրել է քաղաքապետ դառնալուց հետո գրանտներ բերել քաղաքի բյուջե։ Բոլոր օրինական ճանապարհներով, բոլոր հնարավոր աղբյուրներից միջոցների հայթայթում, հավաքագրում համայնքային բյուջեներ եւ պիտի ասեմ, որ անցած տարիների ընթացքում բազմաթիվ համայնքներ ունեցել են նման դրամաշնորհներ տարբեր հիմնադրամներից, Ճապոնիայի կառավարությունից, Նիդերլանդներից, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալություն, Եվրամիություն, ինչու պիտի այդ միջոցները չբերվի համայնք։ Գյումրին ավելի զարգացած ու գեղեցիկ կդառնա, եթե մարտի 30-ին գյումրեցին 6-րդ քվեաթերթի կընտրի, խոստանում է Բարսեղյանը։ Ընկալում են մեզ որպես ներկա նախկին արհեստական այլընտրանք դրությունից ելք։ Երրորդ քվեաթերթի կընտրելու կոչ է անում ապրելու երկիրը։ Գյումրու Տիգրան Մեծ պողոտայում նախընտրական հարուստ ծրագրերով բուկլետը գրեթե բոլորին է հետաքրքիր։ Մենք ներկայացված լինելով ավականում խորքային տիրապետում ենք Գյումրու խնդիրներին։ Մալխասյանը խոստանում է լուծել քաղաքում անօթևանների հարցը հիփոթեկային նոր մոդելի ներդրմամբ։ Հնարավորություն տալ տնագում բնակվողին ձեռք բերել բնակարան հիփոթեկային ծրագրով եւ այդ գումարը ամբողջությամբ վճարի պետությունը։ Ապրելու երկիրը ծրագրել է Գյումրիում քաղաքացիական հրաձգարան կառուցել։ Մեր տրողները գալու են, ներս տնելու են եւ երիտասարդ սերունդը այդտեղ ձեռք է բերելու կարագային հմտություններ։ Կարել Մալխասյանն ասում է, ընտրապայքարում է հավակնոտ ծրագրով, մանկապարտեզները անվճար դարձնելու 2021-ի ծրագիրն էլ է կրկին առաջարկում գյումրեցիներին։ Դեմ ենք սև ու սպիտակ նախկին ու ներկա այդ բաժանումներին, հիմա էլ խոսույթ են մծրել մեր ու ձեր այդպիսի տարանջատում են անում, այդպիսի բաժանումներ են անում, մենք դեմ ենք դրան եւ համերաշխությամբ ենք կառավարելու եւ աշտարությամբ։ Միասին հանուն Գյումրու կարգախոսով է ընտրություններին մասնակցում ապրելու երկիրը։ Լիլիթ Սարգսյան, Ալբերտ Սերոբյան, Հենրիկ Համազասպյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։